Աստված ձեզ պահապան։ Ուզում եմ Տիրոջ ողորմության մի հարցի վրա նայենք, որ այսօր շատ կարևոր է մեզ։ Եվ իհարկե Տերը պատգամ ունի, հիշում եք Տերը ժամանակներ առաջ ասեց արթնանան այն մարդիկ, ովքեր թմրած են, քնած են, իմ խոսքը կատարեն, որտեղ իմ տված մարգարություններին չեն հավատում, իրանք կարծում են հենց տենց, ու դա պարզվեց էլ իհարկե, եղան մեր միջից արտահայտվողներ, որ դրա վրա կասկածում են, ոմանք էլ արդեն շատ ծանր վիճակների հանդիպեցին, անգամ եկեղեցու ցանվեցին, Տերը հանել տվեց։ Եվ Տերը ասում էր, եթե չէ, չարթնանան, չհնազանդվեն, ես կգամ եկեղեցին կշարժեմ տեղից։ Եվ ոչ թե մեր եկեղեցու մասին է խոսքը, բոլոր եկեղեցիների մասին է նաև, որ եկեղեցիները Տերը պետք է շարժի։ Ինչպես հայտնության մեջ է ասում, ասա, թող հովինը զգուշացում է, ասա, թող ապաշխարեն, որոշ անդամներ կան, որ դժվարության մեջ են, աննազանության մեջ են, եթե ոչ ես կգամ աշտանակը կշարժեմ տեղից, այսինքն աշտանակը մեկնության մեջ ասում է եկեղեցին է։ Եվ այսօր Տերը այդ նույն խոսքը կրկնում է, ինչ որ հայտնության մեջ ասել է, որտեղ սա այն օրերն են, որի համար հայտնություն կար։ Եվ իհարկե նորից հայտնություն եղավ, Տերը ասեց, ես գալիս եմ աշտանակը շարժելու։ Բայց Տերը հնարավորություն է տվել, ես չեմ շարժի, եթե ապաշխարեն։ Եկեղեցու մեծ դժվարություններ են լինելու ամբողջ Հայաստանում։ Տերը զգուշացնում է, թող ապաշխարեն, եթե չէ կգամ կշարժեմ, եթե հա չեմ շարժի։ Բայց որ արդեն Տերը հայտնել է շարժելու եմ, ուրեմն շատերը չապաշխարեցին, չհնազանդվեցին, ցավալի է։ Եվ իհարկե ես անդադ խնդրում եմ Տիրոջը, որ Տեր ողորմի մի քիչ էլ համբերի, մի քիչ էլ համբերի, գուցե ուղղվեն, գուցե դառնան, ափսոս է, քո տանջանքը առաջինն է, քո եկեղեցու տանջանքը, որ նրանց համար աշխատանք են տարել, որպեսզի չկորսվեն, բայց չլսեցին, մի քիչ էլ համբերի Տեր։ Չգիտեմ, Տերը կհամբերի մի քիչ էլ, թե չի համբերի, դա Տիրոջ կամքն է, բայց ցավալի է, որ լինելու են նման բաներ։ Ուրեմն թմրություն, ես ուզում սա մասին խոսեմ, որ այո, դա թմրություն է, որ մարդիկ չեն դուրս գալիս, բայց եթե կամենան, Տերը կազատի։ Տերը այսպիսի պատգամ ունի եկեղեցուն, բոլորին, իրեն հավատացողներին եւ իհարկե բոլորին ունի, բայց եթե անգամ չհավատացողները դառնան սկսեն, նշանակում է ինչ որտեղ նրանք հավատացին։ Եվ Տերը Մատթեոս 7:8-ում ասում է. խնդրեցեք եւ կտրվի ձեզ, որոնեք եւ կգտնեք, դուռը թակեցեք եւ կբացվի ձեզ։ Որտեղ ամեն խնդրող առում է, որոնողը գտնում է եւ դուռը թակողին կբացվի։ Սա սովորական թակելու մասին չի, սովորական խնդրելու, փնտրելու մասին չի, որտեղ Տերը ասում է Սուրբ Հոգու համար, ասում է խնդրեք, պիտի առնեք, բայց ասում է ով որ ծարավ է, նա։ Սա կարիքով պիտի լինի, որ կարիքով խնդրեն, փնտրեն, դուռը ծեծեն։ Եթե սա չկա, մարդը թմրած է։ Եթե խնդրանք չկա, դուռը ծեծել չկա, որոնել չկա, ուրեմն այդ հոգևորը թմրած է եւ շատ վատ բան է սպասում թմրածին։ Իհարկե, ես ուզում եմ Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխից կարդալ, սկզբից, երկնքի արքայությունից 10 կույսերի նման է, այսինքն ես պատմության նման է, որ իրենց լապտերները վեր առան եւ դուրս եկան Փեսային դիմավորելու։ Նրանցից 5-ը իմաստուն էին, 5-ը հիմար։ Այն հիմարները վեր առան իրենց այդ լապտերները, բայց ձեթ վեր չառան իրենց հետ։ Սակայն իմաստունները իրենց ամաններում ձեթ վեր առան
իրենց լապտերների հետ մեկտեղ, եւ երբ որ Փեսան ուշացավ, ամենքը թմրեցին ու քնեցին, եւ կես գիշերին աղաղակ եղավ, ահա Փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու։ Այդ ժամանակ ամեն կույսերը վեր կացան եւ իրենց լապտերները պատրաստեցին, բայց հիմարներն ասեցին իմաստուններին. տվեք մեզ ձեր յուղիցը, որովհետեւ մեր լապտերները հանգչում են։ Իմաստունները նրանց պատասխանեցին եւ ասեցին. միգուցե մեզ եւ ձեզ բավական չլինի, բայց ավելի լավ է գնացեք ծախողների մոտ եւ գնեցեք ձեզ համար։ Եվ երբ նրան գնացին գնելու, Փեսան եկավ եւ պատրաստները նրա հետ հարսանիք մտան։ Եվ դուռը փակվեց, եւ հետո այն մյուս կույսերն էլ եկան, ասացին. Տեր, բաց մեզ։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, ես ձեզ չեմ ճանաչում։ Արթուն կացեք, որովհետեւ չգիտեք ոչ օրը, ոչ ժամը, որ նրանում մարդու որդին կգա։ Ուրեմն մենք տեսնում ենք, այո, կույսերը խորհուրդ է, ասենք հավատքի մարդկանց խորհուրդն է եկեղեցու անդամների, որ բոլորը պատրաստվում էին Փեսային, ասենք Հիսուսին դիմավորելու։ Փեսանը դες Տեր Հիսուսի մասին է խոսքը։ Դիմավորելու եւ երբ որ ուշացավ Փեսան, ասենք ընդհանրապես Աստված ճիշտ ժամանակին է գալիս։ Հաճախակի Տերը երբ որ ուզում է գործ անել, մենք սպասում ենք, մեր սպասման մեջ կա մեր ուզած ժամանակը։ Բայց Տերը մեր ուզած ժամանակին չի գալիս։ Տերը գիտի երբ պետք է գա, ճիշտ ժամանակին։ Որտեղ մարդիկ սպասում են օրինակ Մեսիային, Մեսիան պետք է գա, շատ երկար սպասեցին, դա ոմանք եկան խաբեցին, ասին մենք ենք Մեսիան, ես եմ Մեսիան, ես եմ Քրիստոսը, բայց Տերը ասես դրանք չեն, գողեր եւ ավազակներ են։ Հետո ասում երբ որ ժամանակի լռությունը, ասենք ժամանակը լռացավ, այդ ժամանակը հասունացավ, Աստված իր որդուն ուղարկեց, որ տնոջից ծնվի, մարմին հագա, մարդկային մարմին, Աստծո որդին եւ բնակվեց մեր մեջ։ Սակայն մարդիկ դրան չէին սպասում, իրենց ուզած սպասած ժամանակները անցավ ինչ ոմանց համար, իսկ ոմանք սպասում են նոր պիտի լինի, մինչև հիմա, ասիկն Հրեաստանում, Իսրայելում շատերը Հիսուսի, ասիկն նոր Հիսուս կարելի ասել, եկած Հիսուսին չեն ընդունում որպես Մեսիա, չեն ընդունում որպես Աստված, իրենք համարում են նոր պիտի գա, որտեղ իրենք իրենց գաղափարներով են ուզում ճանաչեն Մեսիային, ճանաչեն Քրիստոսին, այնպիսին է, ինչպիսին մենք ենք ուզում, բայց Աստված չի առաջնորդվում ոչ մի մարդուց, ոչ մի պետությունից, ոչ մի ազգից, Աստված ինքն է առաջնորդում, ինքն է առաջնորդել, Իսրայելը չի առաջնորդել Աստծուն, այլ Աստված է Իսրայելին առաջնորդել եւ ողորմություն է արել ժամանակին, բայց հիմա նրանք սպասում են մի Մեսիայի, իրենք իրենց պատկերացման մեջ Մեսիա են գծել, ինչպիսին պետք է, նա պետք է գա, թագավորի, մեզ ազատի այս կողքի ազգերից, կործանի այս ազգը, այն ժողովուրդը, այն, բայց երբեք մտքներով չի անցնում Աստված մեզ ազատի մեր մեղքերից։ Թեկուզ բոլոր ազգերն վերանան, մնա միայն Իսրայելը երկրի վրա, միևնույն է պատժվելու են, միևնույն է չարիքի մեջ են լինելու, ոչ թե ազգերի պատճառով, այլ իրենց մեղքերի պատճառով։ Դրա համար Աստված, երբ որ իր որդուն ուղարկեց, չուղարկեց, որ ազգերին վերացնի Իսրայելին ազատի, այլ ասում է, ես եկա իմ ժողովրդին իրենց մեղքերից փրկելու։ Այս մեղքերի համար եկավ առաջին ամենամեծ թշնամուց եւ երկրորդ ամենամեծ թշնամիներից մեկն էլ մահը, ազատի մեղքից եւ մահից, հետո սատանայից։ Սատանան ավելի մեծ չի, քան մեղքը, քան մահը։ Սատանան այնքան փոքր է, որ մեղքն ու մահը սատանային էլ են գերի արել իր բոլոր հրեշտակներով հանդերձ։ Բայց Աստված եկավ մեզ ազատի մեղքից, մահից եւ սատանայից, խավարի իշխանությունից։
Բայց ցավոք շատերը դա չեն հասկանում։ Հիմա Տեր ասում է այդ Տիրոջ առակները հեքիաթներ չեն, նրանք մարգարեական հայտնություններ են։ Այսինքն իր տեսակ մարգարեություն է։ Հին կտակարում մենք տեսնում ենք, որ Տերը էլի առակներով էր խոսում, ասում էր, ինչ ես տեսնում, օրինակ ասում էր, այսպիսի մի բան։ Հետո ինչ ես տեսնում, մարգարեն ասում է, դե գրի դու ժողովրդին։ Առակներով Տերը ժամանակ օրինակներով, տեսիլքների օրինակներով խոսում էր։ Ասում է, մեկ ասում է, հարություն չկա, հոգի չկա, այդ ինչ-որ խումբ կա, գիտեք, սխալված են, ոչ թե սխալված են, կործանման սխալ ունեն։ Եվ ինչ-որ մեկը, որ նրանց հետ խոսում է, ասում է, լավ, որ չկան այդ մեռելները, որ նախկինում եղել են։ Երբ որ Տերը տեսիլք եղավ եւ Մովսեսն ու Եղիան խոսում են լեռան վրա, Հիսուսի հետ Պետրոսին, մյուս աշակերտները իրար հետ տեսան, դա ինչպես էր, ասում են, դա տեսիլք էր, իրական չէր, այ քեզ հասկացողություն։ Եթե մենք հիմա հրեշտակ տեսնենք, սա տեսիլք է, այսինքն չկա։ Եղածից է Տերը ցույց տալիս տեսիլքը։ Եթե հրեշտակ է գալիս մարդը տեսնում է, տեսիլք է, բայց իրական է։ Հոգևոր աշխարհից ինչ որ հրեշտակներ հայտնվում են։ Հիսուսը ծնվեց, տեսիլք եղավ գրված է։ Երկնային մի խումբ հրեշտակներ փառաբանում օրհնում էին Աստծուն, սա սուտ էր։ Չկար այդպես բան, այդ հրեշտակները գոյություն չունեին։ Հիմա Մովսեսն ու Եղիան եկան չկային, գոյություն չունեին, այս խափուսիկ մի բան էր եւ ասում խոսում էին Հիսուսի հետ, այսինքն չեղած բաները խոսում էին Հիսուսի խափում է։ Մարդը խելք ունենա, հասկացողություն ունենա, ինչ նմանություն ասում չկա, այսինքն դատարկությունն էր, հա, խոսում Հիսուսի հետ։ Դրա համար, այո, Տիրոջ տեսիքից առակներն էլ իրականության, որ իրականությունը պատկերացնենք, առակներով էր խոսում, ասում եւ Տերը ասում էր, ինչ առակներով ներկայացում, ինչ օրինակով բերեմ, որ ձեզ հասկանալի լինի։ Երկնքի արքայությունը, ասում որ գոյություն ունի, նման է այս պահին։ Եվ ինչ եղավ, 10-ն էլ պատրաստվեցին, բայց ի տարբերություն Տերը հեշտացնելու համար 5 է ասում, 5-ը առակով է որտեղ ասում, 5-ը հիմար էին, 5-ը իմաստուն, հիմարները ամեն ինչով պատրաստեցին, բայց մի բան պակաս էր, վառելիքը չվերցրեցին։ Իսկ մյուսները վառելիք էլ վերցրեցին, կոնկրետ այս հատվածում յուղ է ասում, բայց դա էլ է խորհուրդ։ Յուղը մեր հոգևոր այնպես պատրաստության ինչ-որ մի դետալ է։ Եվ երբ որ ուշացավ ըստ իրենց, փեսան, բոլորը թմրեցին ու քնեցին։ Այսինքն ուշացում դարձեք, արդեն պատրաստվելու ժամանակը չկար, թմրությունը չէր թող ինանք փնտրեն, գտնեն, պահեն, դուրը ծեծեն, արդեն անցել այդ ժամանակը։ Քանի մեր համար այդ ժամանակը արդեն վերջանում է։ Կգա ժամանակ դուրը կծեծեն ու չէ բացվի։ Խնդրեն չեն ստանա, կփնտրեն, այսինքն որոնեն, չեն գտնի։ Դա համար վերջին րոպեներն է, վերջին օրերն է։ Եվ որ արդեն ձայն եկավ, արթնացել Փեսային դիմավորելու, մարդիկ սկսեցին պատրաստություն տեսնեն եւ տեսան, որ 5-ը տեսան, որ այս ճրակները մարում են։ Խնդրեցին իմաստները չտնի, գուցե մեզ եւ ձեզ չբավականացնի։ Հասկանալի է ինչ-որ տարածություն կար, էլի մի քիչ ժամանակ կար։ Եթե հանգարց չբավարարի մեր յուղը ինչ ենք անելու։ Գնացեք ծախողը, ով ծախման նրանց ծառեք։ Գնացին, որտեղ եթե չգնային մարելու էր ու վերջանար։ Ու շատ հետաքրքիր հայտնություն է, որ այս առակը, որ մեկը մյուսի լույսով չի կարա մոտենա Փեսային, ամենքը անձամբ իր լույսը պետք է ունենա, իր ճրագով պետք է մոտենա Փեսային։
եղբոր, քույրիկի, մոր, հոր, այս մեկի ճրագով չի կարողանա։ Այդ կույսերի մեջ հնարավոր ընտանիքի անդամներն են, մեկը կինն է, մեկը ամուսինն է, մյուսի ծնողն է, իրար հետ են պատրաստվել։ Այս ծնողը յուղը չի տալիս, կինը չի տալիս, կամ ամուսինը չի տալիս, գնա ծախողներից առ, կամ եղբայրը, քույրը, հովիվը չի տալիս։ Դա այդպիսի բան է, որ հնարավոր չի։ Եվ հետո ինչ ասում, այդ խնդրեցին, դուրը ծեծեցին, հետո հիմարներ եկան, չբացվեց։ Դրա համար եմ ասում, թակել էլ կա, որոնել կա, խնդրել կա, ժամանակին պետք է լինի։ Երբ որ ժամանակը լրացավ, վերջացավ, թակելն էլ իմաստ չունի, խնդրելն էլ իմաստ չունի, ողբալը իմաստ չունի։ Ոսկի ժամանակներ են, փրկության ժամանակներ, Աստված էժան չի, որ խոսի, մենք էլ առհամարենք, չպատրաստվենք, Տերը գա, ասի ոչինչ, որ ինձ առհամարեցիր, հա, որ բանի տեղ չդրի իմ խոսքը, Տերը ձեզ պահի։ Բայց Տերը ասում է, ես եմ առաջինը և վերջինը։ Տերը սկսում է, Տերը վերջացնում է։ Եվ հետո եկավ այս ժամանակ, որ ասում է Հովան 10:40, նրանց աչքերը կուրացրեց և նրանց սրտերը թմրացրեց, որ աչքով տեսնեն և սրտով չիմանան և ետ չդառնան, որ բժշկեմ նրանց։ Սա բարկության արդեն պատիժ է։ Արդեն Տերը իրենց միտքը չի բացում, որ հասկանան, խնդրեն, փնտրեն, ստանան, որ փրկվեն։ Նորից մեկ ուրիշ բացահայտում, հայտնություն Մատթեոսի 24-րդ գլխից, սա թմրություն է, բայց ինչ թմրություն, հետաքրքիր է։ Նախ Փիլիպպեցիների 3:2 կարդամ, հետո 24-ից կարդամ Մատթեոսի։ Փիլիպպեցիների 3:2-ում ասում է. զգուշացեք շներից, զգուշ մնացեք չար մշակներից, զգուշ կացեք կրճատությունից։ Կրճատությունը ինչ է, զգուշ կացեք շներից, սա շնացողների մասին չի խոսում։ Զգուշ կացեք վատ մարդկանցից, զգուշ կացեք չար մշակներից, արդեն երկրորդը չար մշակը, առաջինը վատ մարդիկ ընդհանուր, զգուշ կացեք չար մշակներից, ասիկը հոգևոր լիդերներից, որոնք չար են, հովիվներից, եպիսկոպոսներից, մարգարեներից, առաքյալներից, առաքյալից մեծ կոչված մեսիաներից, որոնք իբր թե մշակ են եկեղեցիներում, բայց չար են։ Շատ ժողովուրդը աչքով տեսնում է նրանց պտուղը, բայց չի արտանում։ Ինչ որ ուղղություն կա, կրոն կա։ Երբ որ եղել է խոսել եմ, շատ եմ խոսել, ասում եմ, դուք չեք տեսնում, որ ձեր հոգևոր առաջնորդները չար են։ Ամեն ինչ էլ ասում անում են, հայանքը բերանները շնության մեջ, գողության մեջ, խաբելու մեջ, պարզ պտուղներ, որ նրանք չար մարդիկ են։ Պատասխանը մի հոգուս չէ, շատերից այսպես է։ Մենք հնազանդվում ենք նրանց, որտեղ Աստված ասում է հնազանդվեք, թող Աստված նրանց պատժի։ Աստված չի ասել հնազանդվեք նրանց, հակառակ ասում է նրանց մի հնազանդվեք։ Հորինում ես ինչ քեզ խաբելու համար։ Նմանապես մեկ էլ այդ կրոնից դուրս եղել է եկեղեցիներում Հայաստանի։ Տեսնում ես ինչ որ մի տեղի առաջնորդ, հովիվ կամ ավելի բարձր մեկը մեղքի մեջ է, մարդիկ աչքով տեսնում են։ Անգամ անձամբ բողոքում են, ասում են,
Մեր հովիվը, մեր եպիսկոպոսը էս արեց, են արեց։ Դե որ քեզ առաջնորդում է ու ինքը չար է, քեզ որ պետք է տանի։ Աստծո առաջ շողոքորություն չպետք է անես, աչք մտնելու հանգարց չլսեն, չասեն այդ հովիվները, էս ինչը խորհրդատվը իրանց հեռանաս։ Որպես Աստծո առաջ ճշմարտությամբ, արդարությամբ ասում ես, եթե այդպես է, դու ես վկայում, ես չեմ վկայում։ Դուք եք վկայում, անգամ խմբով են վկայում։ Հեռացեք այդտենցից։ Վայ, ոնց կլինի, հետո մեզ ասեն բաժանված։ Դե թող չասեն բաժանված կործանվի։ Տեղ կապտերն է ասում, բաժանվեցեք, դուրս եկեք նրանց միջից։ Որովհետեւ պատուհասները ձեր վրա չգան։ Թե քաղաք լինի, թե երկիր լինի, քաղաքին ասում են, երկրներին ասում, հայտնության մեջ, իսկ 24-ում, սա մի հետո կարդամ, ասում է, ով որ Երուսաղեմում է, դու դուրս գա, որ սարերում է, ես ճիշտ դուրս եկեք դրանց միջից։ Պատուհասները ձեզ վրա չգան, նմանապես եկեղեցիներում։ Այդ անունները չեն մեզ բռնող կապողը, մենք պետք է լինենք Աստծո հետ։ Հպարտ են, որ մեզ ասեն բաժանված։ Եվ հենց որ սկզբից մենք կարդում ենք Մատթեոսի 24-րդ գլուխը, Տերը խոսած աշխարհի վերջի մասին եւ իր գալստյան մասին, երրորդ խոսքից ուզում եմ կարդալ, ասում է, երբ որ ձիթենանց սարի վրա նստած են աշակերտները առանձին, նրա մոտ եկան եւ ասիր մեզ, այդ երբ կլինի եւ ինչ կլինի քո գալստյան եւ աշխարհի վերջի նշանը։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրանց. զգուշ եղեք, որ մեկը ձեզ չխաբի։ Առաջին խոսքը Տիրոջ այդ մասին։ Կարևոր խոսքը։ Որովհետև շատերը կգան իմ անունով եւ կասեն ես եմ Քրիստոս եւ շատերին կմոլորացնեն, պատերազմներ եւ պատերազմների համբավներ կլսեք, զգուշ եղեք, որ չշփոթվեք, որովհետև այլ ամենը պետք է լինի, բայց դեռ վերջը չէ, սկզբից մի փուլ չար մշակների եւ աղետների։ Ազգազգի վրա վեր կենա թակավորության վրա եւ սովեր կլինեն եւ մահտարաժամեր եւ տեղ 3 մի տեղ նայեցի նորություններում 30 միլիոն մարդ միտեղ մի տարածքում սովի առաջ են կանգնել օրական անտիվան մարդիկ են մեռնում։ Այս պատերազմների համար ճանապարհ են փակում, ուտելիք չի մտնում, ամեն ինչու, ասիկան Աստծո արածը չի, մարդիկ են սարքել ժողովրդների գլխին, փակում են, շրջափակում են, որ սովի մատնեն, եւ իրենց էլ հերոս են համարում, որ կարողացան սովի մատնեն ինչ-որ ժողովրդի, եւ շարունակության մեջ ասում է, զգուշ կացեք, որ չշփոթվեք, որտեղ պետք է լինի, բայց դեռ վերջը չի, որտեղ ազգազգի վրա վեր կնա թակավորության վրա եւ սովեր կլինեն եւ մահտարաժամներ, այսինքն անժամանակ մահեր, ոչ թե նորմալ ապրի ու մեռնի։ Բայց այս ամենը ցավերի սկիզբն է, ուշացում դարձյալ այսօր սկիզբն են, հետո ինչ կլինի։ Այն ժամանակ ձեզ նեղության կմատնեն եւ ձեզ կսպանեն եւ իմ անունի համար ամեն ազգերից ատված կլինեք։ Այն ժամանակ շատերը կգայթակղեն եւ իրար կմատնեն եւ իրար կատեն։ Մենք պտուղից պետք է նայենք, ով է մատնողը, ով է անարգողը, ով է ատելություն սերմանողը։ Հիմա դες մարդիկ կան արդեն, մեր միջից էլ դուրս եկան։ Ես շատերը համարում են եղբայր քույր, Տերը դրանց եղբայր քույր չի ասում, չար մշակներ, ստախոսներ։ Եվ ասում է, եւ անօրինության շատանալու պատճառով շատերի սերը կսարճի, բայց ով որ մինչև վերջ ամփերի նա կփրկվի։ Եվ արքայության այս ավետարանը բոլոր տիեզերքում քարոզվի ամեն հեթանոսների վկայություն լինելու համար եւ այն ժամանակը գա վերջը։ Ուրեմն նայեք,
Այսինքն իրավիճակը կա, որ շատերի սերը կսառի, ատելությունով կլցվեն իրար նկատմամբ։ Դա ինչ աշխատանք է, մշակների աշխատանքն է։ Այնպիսի աշխատանք են տանում, որ ատելությունով լցնեն ժողովրդին, բանան եկեղեցուն, որտեղ չափաշխարած մարդու համար չի ասում կփրկվի։ Շատերը, որ փրկությունը կորցնում են, այսինքն փրկված մարդն է, որ ունի կորցնում է, չունեցողի համար չի ասում Տերը, որ չի փրկվի։ Այնպես չի փրկվի, փրկություն չունի։ Բայց ումն է ասում, որ ով մինչև վերջ համբերի կփրկվի, այսինքն ով արդեն փրկությունը ունի եւ պետք է պահի մինչև վերջ։ Գայթակղություններ դուրս կգան մարդու ընտանիքից։ Ծնողներ, եղբայր, քուր, կին, գուցե ամուսին, որ ատելությունով են քեզ լցնում Տիրոջ ժողովրդի նկատմամբ։ Շատերի սերը կսառի, այսինքն մարդու հանդեպ։ Շատերը աշխատանք են տանում, ատելություն են զորացնում աշխարհում եւ եկեղեցիներում։ Եվ ով որ մինչև վերջ չամփերացիկ, ում սերը չսառի, նա կփրկվի։ Որտեղ կապված է սիրո հետ, շատերի սերը կսառի, բայց ով որ մինչև վերջ չամփերի, նա կփրկվի։ Սերը ումը սառավ, նա չի փրկվի, բայց մեկ էլ խղճում ես քույր եղբայրներին, որ տեսնում ես սերը սառած է, ես ասում օդի մեջ չեմ խոսում, հիմա լիքը օրինակներ ունեմ, հենց թեկուզ մեր եկեղեցու մեջ, նաև ուրիշ տեղերից, որ բացատրում ես, որ դու պետք է սիրես, չպետք է սառես, գիտես ինչ պատասխան են տալիս, դու կողմնապահություն ես անում, դու սխալ մարդկանց ես պաշտպանում, ինչպես կարելի է նրանց սիրել, այսինքն արդարացնում են իրենց ատելությունը։ Ես ասում ես չեմ արդարացնում, ես քեզ եմ ասում, մի սառի, որ չկորսվես։ Դու պահի, անգամ Տերը ասում է քո թշնամուն սիրի։ Ես չեմ ասում քո թշնամին ճիշտ մարդ է։ Գուցե ճիշտ է, դու ես սխալ։ Ինչ որ հարցում, բայց եթե թշնամի է, ինքն էլ է սխալ։ Որտեղ Տիրոջ հավատացողը թշնամություն չպիտի ունենա ոչ մեկի հետ, թշնամանք չպետք է անի։ Բայց այս մշակների միջոցով չարը մարդկանց սրտը ատելությունով է լցնում, որպեսզի դու սառես Տիրոջ զավակների նկատմամբ, քույր եղբայրների նկատմամբ, Տիրոջ գործի նկատմամբ, Տիրոջ ծառայության նկատմամբ, ժողովների հանդեպ սառես։ Արդեն ասում մարդը ասում է, էլի եթամ ինչ անեմ, մինչև հիմա անում է ինչ շահեցի, որ մեկ էլ նոր շարունակեմ։ Էս ինչ է, խդոն, բդոն, սևոն, սենց արին։ Ամա ինչ գործ ունես դու դրանցից։ Դու քո փրկության մասին, երբ որ ես ասում եմ, օրինակ ասում, սևոյին մի ատի, ոչ թե սևոյին պաշտպանում եմ, այլ ես օրինակի համար եմ անուն ասում, ես հատուկ այս անունները մարդ չեմ ճանաչում, որ ասեմ վատ մարդիկ են, չէ, օրինակ ասենք, երբ որ ես ասում մի ատի, քո փրկության համար եմ ասում, ես իրան չեմ պաշտպանում, բայց մարդիկ ասում պաշտպանում է, ու զանգում են անգամ իրար են ասում, այս ինչ մարդը սխալ մարդկանց է պաշտպանում, սխալ մարդկանց չեմ պաշտպանում, ես ուզում եմ քեզ պաշտպանեմ, որ դու չընկնես սիրուց, կորուս չգնաս, երբ որ ասում եմ ների, երբ որ ասում եմ մի ատի, դա ես ուզում եմ քո վիճակը լավ լինի, ոչ թե ուրիշին եմ պաշտպանում։ Եվ անկախ մեզանից այս խորհուրդները այս օրերին շատ կհնչեն, որտեղ շատերը ընկնելու վրա պետք է ստիպված, ովքեր արդեն պետք է ասեն մի ատի, ների, համբերի, երբ որ ասում ես լավ բաներ ես ասում, գիտեն թե իրանց վատն ես ուզում։ Այդքան ընկած են, պատկերացրեք վիճակից։ Եվ շարունակություն ուզում եմ
կարդալ, որ չարմշակների աշխատանքն է, որ մարդիկ թմրում են, սառում են։ Անգամ այս վերջերս հայտնություն եղավ, որ Տերը ասում է չար հովիվներից զգուշացեք։ Օրինակ հայտնության 3:14-ից 22-ն եմ ուզում կարդալ ձեզ համար։ Շատ բարձ բան կա, բայց մենք հաճախակի չենք նկատում։ Տեսեք, ուշադրիր, այս վերջին հատվածն է, որ պետք է կարդամ ձեզ համար։ Հայտնությունում ասում է եւ Լավոդիկեի եկեղեցու հրեշտակին գրի։ Հրեշտակը հասկանում ասում է հրեշտակները հովիվներն են, պատասխանատուներն են, այսինքն հրեշտակ նշանակում է դեսպան, պատասխանատու, որ Աստված դրել է այդ գործի վրա։ Գրի, սա է ասում ամենը հավատարիմ եւ ճշմարիտ վկան Աստծո արարածների սկիզբը Հիսուսն է։ Սա գրած է Աստծո արարածների սկիզբը, այդ ռասելականները մեկնում են առաջին արարածը, ասում դուք քերականություն էլ չգիտեք։ Արարածների սկիզբ չի ասում առաջին սկզբի արարած։ Տարբեր բաներ են։ Սկզբի արարածը նշանակում է ստեղծագործություն, արարածների սկիզբ Աստված ասում ես եմ սկիզբը եւ վերջը, առաջինը եւ վերջինը։ Այսինքն ես եմ սկիզբ դրե այդ արարածների։ Համար այստեղ Հիսուսին ասում է արարածների սկիզբ, այսինքն իր ձեռով են ստեղծվել։ Սկիզբ երբ որ այս բաները խոսացի, մի 6 ամիս հետո իրանց աստվածաշնչերը այդ կտականը դրին մի կողմ նոր թարգմանություն արեցին, հիմա արդեն տպագրության մեջ են գրում սկզբի արարածը։ Փոխանակ ուղղեն զղջան, ծռում են գիրքը ու իրանց են խափում ու իրանց հետևողներին։ Այդ գիրքը չկարդալ ընդհանրապես։ Շատ մեծ ծռած բաներ կան։ Դա մենք զգուշացում ենք, որ գիրքը պետք է պահեք։ Ժամանակի, որ հիմա ասում են, երբ որ ուզում են Հիսուսին բռնեին, սպանեին, ծեծեին, ասում են չէին կարողանում, որտեղ ժամանակը դեռ չէր։ Այս վերջին օրերին Աստված թույլ է տվել, ինչպես որ Հիսուսի վրա հետո թույլ տվեց ձեռ բարձրացնեն, նմանապես Աստված թույլ է տվել արդեն գրքի վրա են ձեռ բարձրացնում, բայց Տերը իր գրքերը պահում է։ Երկնքում է գրած, աստղերով է գրած, ամբողջ պատմությունը։ Չեն կարող այդել ջնջեն։ Եվ ինչ ասում։ Լավոդիկե եկեղեցու հրեշտակին գրի, սա է ասում ամենը հավատարիմ եւ ճշմարիտ վկան Աստծո արարածների սկիզբը։ Գիտեմ քո գործերը, որ ոչ սառն ես եւ ոչ տաք։ Ինչ որ այդ հին թարգմանության մեջ ասում ցուրտ ես, ոչ ցուրտ, այսինքն սառն, ոչ սառն ես, ոչ տաք։ Ասում է ուրեմն որովհետեւ գաղ չես, այսինքն գոլ, այդպես գոլը հայերեն չի։ Ոչ տաք ես եւ ոչ սառը քեզ պիտի փխսեմ իմ բերանից։ Փորիչ չէ։ Մի քարոզիչ քարոզում էր, մյուս հովիվներն էլ գովում են, ասում շատ հետաքրքիր քարոզել, այս քարոզիչ ինչա։ Աստծո հիվանդությունը, տենց է դրել վերնագիրը։ Ասում է Աստված հիվանդ էր, ստամոքսը վատացել էր, հետ տվեց։ Բայց դա չի ասում ստամոքսը, իմ բերանից։ Տեսնում դուրս չեկավ, թափում եմ իմ բերանից եմ թափում, ոչ թե ստամոքսից։ Այսինքն ուզում եմ այդ հետաքրքիր բան սարքեմ, որ իրանց լսող լինի։ Աստծո փորը ցավում էր իբր թե։ Մյուսներն էլ հավանում են, ուրախանում են, չեն ասում, այ անիրավ սուտացում, դե դու ինչ ես փոխում։ Խոսքը։ Դա ասում իմ բերանից կթափեմ, այսինքն համտես կանի։ Եթե տակա, օրինակ եմ ասում, թեյի նման բան, որ սառը թեյ ալնա մեկ ասի գոլ, չես ուզում խմես, կամ ջուր ես ուզում խմես նորմալ, որ ծառա թաքենա տեսնես էլի գոլա, չես ուզում դրանով, ասում սառը ջուր չկա, օրինակ եմ ասում, չլնի ստիպած կխմես, բայց մեր Աստվածը ստիպած չի, որ ստիպած գոլը վերցնի։
Ուրեմն որտեվ գաղջես ոչ տաքես է ոչ սառը քեզ պիտի փխսեմ իմ բերանից, որտեվ ասում ես թե ուշադրություն դարձեք։ Ես հարուստ եմ, մեծացա, ոչ մի բանի կարոտ չեմ, բայց չգիտես թե դու թշվառ եւ ողորմելի եւ աղքատ եւ կույր ես եւ մերկ ես։ Ես խրատ եմ տալիս քեզ ինձանից կրակում փորձված ոսկի առ, որ հասկանաս եւ սպիտակ հանդերձներ, որ հագնես եւ որ քո մերկությունն ամոթը չերևա եւ դեղ դիր աչքերիդ որ տեսնես։ Տեսնեք ինչքան վնասված եկեղեցի է։ Կույր, թշվառ։ Եվ այդպես շարունակ։ Ասում եմ ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում եմ եւ խրատում եմ, ուրեմն ջանք արա եւ ապաշխարի։ Այ ես դռան առաջ կանգնած եմ եւ թակում եմ, եթե մեկը լսի իմ ձայնը դուռը բացի, ես զորով դուռը չի ջարդու մտնի։ Բացի կմտնեմ նրա մոտ ընթրիք կանեմ, նրա հետ, ասին ինչու ասում եմ, ընթրիք նրա ավարտին կհասցնեմ, կպահեմ մինչև վերջ, ընթրիք կանեմ նրա հետ, եւ նա ինձ հետ, որ հաղթում է կտամ նրան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վրա, ինչպես ես էլ հաղթեցի եւ նստեցի իմ հոր հետ նրա աթոռի վրա, ով ականջ ունի թող լսի, թե հոգին ինչ է ասում եկեղեցիներին, ոչ թե միայն Հիսուսն է ասում, այլ սա Սուրբ Հոգու հետ միաբան է, Հայր Աստծո հետ միաբան այս խոսքերը հնչում են։ Ուրեմն մի ուրիշ բանի վրա ուշադրություն դարձնենք, այդ ո՞նց եղավ Լավոդիկեի եկեղեցին, բոլորը նույն վիճակին հպարտ, բավարարված, հարուստ եմ, ամեն ինչ ունեմ, բանի կարոտ չեմ, չէ՞ այդպես կարդացի։ Այդ ո՞նց եղավ, սա աշխատանք է, որ տարել են։ Աշխատանք է, որ տարել են, ժողովրդին բավարարել են։ Հիմա տենց եկեղեցիներ կան, խաբված, համարձակ եմ ասում, ոչ թե նրանց անպատվում, ուզում գոնե լսեն, ոմանք արթնանան։ Բավարարեն, դու լավն ես, էն ես, ու Պողոս առաքյալը ասում է, շատերն են գնում իբր հոգևոր ճանապարհով, որոնց համար լացով եմ ասում, որտեղ նրանց փափագը միայն երկրավոր բաներ են։ Լավ շորակնեն, հետո անունը դնում են, յա, մենք հավատացյալ ենք, այդ ինչի անհավատը պետք է լավ ակնվի, ես չակնվեմ, քեզ ով է դրեմ մրցես այդ անհավատի հետ։ Այդ ով է այդ ճանապարհը դրեք առաջ, սուտ հովիվները։ Մեկ էլ հայտարարում են, փող ենք հավաքում, ամոթ է մեր հովիվը $40,000 ավտո քշի, 100,000-ից մեծ գումար են դնում, աշխատում են դնում, որ հովի համար մի լավ շիկարն ավտո առնեն, որ քշի։ Մեր հովիվը ամեն օր պետք է ռեստորանում իր ընտանիքի հետ քեֆ անի, այդ որտե՞ղ է գրած։ Մոսկվայից կա հայերեն հաղորդում տարբեր, այդ տենց։ Թիկնապաներ են պահում։ Ընտանիքի համար, կնոջ համար, իր համար, երեխաներին առանձին։ Թիկնապաների փողեր պետք է դուք տաք։ Որտեղ է գրած, թմրած, խաբված, մեկն էլ պետք չի, նայես արդեն կիմանաս, այս ավետարանական խումբ չի, Աստծո խումբ չի, թեկուզ իրենց կոչում են Աստծո ժողովուրդ կամ Աստծո մարդ կամ լավ անուններ են դրել իրենց վրա, իրենց դրած անուններով չի, որ Աստված նրանց ճանաչում է, Աստված իր անունը պետք է դնի եկեղեցու վրա կամ մարդու վրա։ Պետրոսը ինքը իրան Սիմոնը չասեց, ես Պետրոս եմ, Հիսուսը անվանեց, դու Պետրոս ես, կամ Հովհաննեսին ու Հակոբոսին անուններ դրեց եւ այլ։ Այսինքն հովիվների ձեռքով Լավոդիկեի եկեղեցին մի վիճակի էր եկե։ Սա հենց պատահական չէ, որ բոլորը նույն վիճակին։ Ես հարուստ եմ, կարիք չունեմ, ամեն ինչ ունեմ, ասում, բայց դու կույր ես, կարճատես, աղքատ, թշվառ։
ժողովուրդը խաբվել էր, եկել է վիճակին։ Հիմա լա տենց շատերը։ Մի հատ հոգևոր խավարայի չէ երկրի վրա։ Հոգևոր անզգամություն։ Երբ որ մարդը մարմնով հիվանդ է, դժվարություն ամեն օրինակ ասենք ցավ էլ չունի, բայց ասում է ախորժակ չունեմ։ Օրին նիհարում է կամ բայց ոչ մի ցավ չի զգում։ Թեկուզ ցավ չունի, բայց էլի տանում են հիվանդանոց տեսնեն բժիշկն ինչ կասես, ինչի՞ց է։ Կամ ուրիշ մի դժվարություն ունի։ Մարդու զգան իրան ցույց է տալիս, որ հիվանդ է։ Այդ երևույթը բնական չի, այսպես չպետք է լինի, բայց հոգևոր թմրությունը, այո, եթե մարդը մի քիչ գոնե մտածի, գիրք կարդա, կզգա, որ հիվանդ է հոգևոր։ Հենց ամենաառաջին սիմպտոմն են ասում, չէ, որ հիվանդություն ցույց տա։ Սիմպտոմներից մեկը չի խնդրում, չի փնտրում, չի սա դուրը ծեծում։ Սա արդեն հիվանդություն է, թմրության ներկայություն է։ Մարդիկ դադարել են սրտը, ձևական կարող է խնդրեն, ասեն, Տեր Աստված, կամ երբ է խնդրում, երբ որ ֆիզիկական կարիք ունեն։ Եվ Պողոս ասում է, սրանք դժվար են, սրանց համար ես լաց եմ անում, որ միայն երկրավոր բաներ են փնտրում։ Տեր ասում է, չի ասում երկրավոր բաների մի փնտրեք, բայց ասում է միայն հոգևորը ամբողջովին թողել են նրանց ուշք ու միտքը միայն երկրավոր բաներ եւ ասում է նրանց վերջը կորուստ է։ Երրորդ գլխում Ֆիլիպեցիների ասում է նրանց վերջը կորուստ է, որ ասում է լացով եմ գրում անգամ այս նամակը։ Միայն երկրավոր բաներ։ Շատերն կա միայն երկրավոր, մեկ էլ ուզում են մեզ խաբեն։ Դրա համար մենք չենք ուզում ցավցնենք, բայց ասում ենք Տեր քո կամքը լինի։ Մեկ էլ տեսնես գրում են։ Իմ երեխեն ես խնդրում եմ նրանց ապաշխարության համար համեն ռակա թող բուժվի։ Ռակի համար ես դու անհանգստացել, ոչ թե ապաշխարության համար։ Ումն ես խաբում, Աստված տեսնում է։ Ումն եք խաբում։ Եթե ես էլ խաբվեմ աղոթք անեմ, գիտեք Աստված կլսի սխալ աղոթքը։ Ընտանիքի համար ընդհանրապես հոգս չի անում, ես չեմ ասում պետք է հիմա ապաշխարած լինեն։ Հոգս ուրիշ բան է, դու անընդհատ մարդը տարիներով անհանգստացած է իր ընտանիքի համար։ Թե Աստված երբ պատասխան կտա, ինչ պատասխան կտա, դա նրա իրավունքն է։ Բայց ընդհանրապես թողնում են, մեկ էլ որ լավ հիվանդանում է, տառապում են, որ ասում են, նրա ապաշխարության, փրկության եւ հիվանդության, ինչի։ Նոր հիշեցին, որ իրան ապաշխարությունն է պետք, հա։ Սա ստություն է, միթե այդ աղոթքը կլսվի, չի լսվի ստության, ստախոս սրտի աղոթքը չի լսվի։ Փնտրեք, դուռ ծեծեք, խնդրեք, գիրք կարդացեք։ Շատերը իրենց մարգարեի տեղ են դնում, Աստծուց խոսողի տեղ են դնում։ Շուտ ոնց ասեն եք, եթե մեկը սուրբ գիրք չգիտի, Տերը նրան մարգարեություն չի տա, որտեվ գրքով պետք է քննվի, սա Աստծուց է, թե չարից է, թե իր մարդկային մտքից է այդ մարգարեությունը։ Ասում են, տեսել եմ, լսել եմ, բայց անքննված, չքննված, եթե ուզում ես ուղեսել նուրբ ձևով, ասում ես գրքում սենց է գրած, սենց, որտեղ գիտես, սենց ուղիղ ասես Տիրոջից չի, նեղանում են, ոնց թե իմ տեսածին դու ասես Տիրոջից չի, ոնց ասես աշկիդ վերևում կա։ Խռում են, դրա համար սկսում ես քննելու, որպես ինքը հարգի Աստծո խոսքը, ասի Աստծո առաջ խոնարհում եմ, այո, այդ սուտ տեսիլք կամ երազը չեմ ընդունում, չէ, որտեղ ես եմ տեսել, պետք է ընդունի որպես իբր Աստծուց։ Ասես չէ որ գրքին հակառակ այս հատվածը, այն հատվածը, սենց է գրածել, նեղանում են ու էլ
մեկ է կեթանյալ սուտ տեսիլքներ երազներ ուրիշին կիսվեն, քեզ չեն ասել, որ եթե դու ուղում ես։ Վիրավորվում են, որ ասեց Աստծուց չի։ Դե գնա խաբվի, դու եք կործանվես քեզ լսողն էլ, բայց կործանում ավելի ծանր կլինի, որտեղ արուն կա քո վրա, արդեն ուրիշի արուն էլ, միայն քո արունը չի։ Էդ էլ չեն վախենում, բա որ ես հանկարծ ասեմ սուտ լինի, ինչքան էլ նման լինի ճշմարտության պետք է քննվի։ Երգը ավելի մեծ է, քան տեսիլքը, քան երազը, քան ցանկացած հայտնություն։ Եթե մենք հայտնություն ենք ասում, դա 1000 անգամ գրքով քննվում է։ Անգամ Հիսուս ասեց վերջին օրերում, երբ որ ես գամ, ոչ թե ես, այլ ես խոսքերն են դատելու ժողովրդին։ Այսինքն իրանից վեր դրեց իր խոսքը։ Պողոս առաքյալն նույն ասում է, անգամ եթե ինքս կամ երկինքից հրեշտակ գա, ձեզ քարոզե ավելին ուրիշ, քան որ մենք արդեն քարոզել ենք, անիծյալ լինի։ Ինքն էլ, հրեշտակն էլ, բոլոր անողներն էլ։ Այսինքն խոսքը ավելի մեծ է քարոզվածը Աստծո հոգուց շարժված, քան հիմա նույն մարդը անգամ գա ուրիշ բան խոսա մի ընդունի։ Այսինքն գիրքը մեծարում է Աստված։ Գրքով քննեք, բայց շատերը ուզում են իրենց ցանկություն ունի, իրենց երազը տեսիլքը առանց գրքին նայելու, չգիտեն դա Աստծո թե չէ, տեսել են սենց է։ Թեկուզ Աստծո է լինի, դու իրանք չունես, մինչև չքննես գրքով։ Մարդը առանց վախենալու, առանց քննելու, ես մտքով սենց անցավ, սրտիս մեջ կամ մի հատ ձայն լսեցի, կամ մի բան էսան ու արդեն անցնում է գործի, առանց քննելու, չես վախենում, որ չարիք գա քո վրա։ Տերը ձեզ պահի։ Ուրեմն զգուշացումս էս է, թմրությունից դուրս գանք։ Խնդրեք գրքին համեմատ, որտեղ ասում է, ինչ-որ Աստծո կամքին համեմատ չի, այդ աղոթքը չի լսվում։ Խնդրելն էլ դուռը ծեծելն էլ։ Խնդրեք, որոնեք եւ դուռը ծեծեք, Աստծո դռները ծեծեք։ Աստծուն փնտրեք, Աստծո կամքը փնտրեք։ Խնդրեք, փնտրեք, դուռը ծեծեք։ Սա մեջ արթնացեք, որտեղ շատ մոտ է դռների առաջ։ Այս թվին բոլոր ամբողջ աշխարհը վկայում է, որ ամեն տարիներից տարօրինակ է։ Հունվարից սկզբից ես մեզ հայտնություն եղավ, որ պատրաստվեք, աղոթքի մեջ եղեք ամեն օր, հարատև, որտեղ երկրի վրա մեզ փորձներ են գալու, ուրիշ տարիներում շատերը կան այդ տարի փորձան չեն հանդիպել։ Ասում են այս տարի լավ տարի էր, բայց ասում են այս տարի մարդ չի լինի, որ չփորձվի։ Աղոթք արեք, որ դուք այդ փորձների մեջ չընկնեք, որ կարողանաք փրկվեք։ 24-րդ գլխում ասում է, որպեսզի այս բոլոր բաներից ազատվեք, աղոթք արեք հարատև, որ այս բաներից ազատվեք եւ մարդու որդու առաջ կանգնեք, ասենք Հիսուսի առաջ։ Որտեղ ինքը եւ մարդու որդի էր, որտեղ մարմնի մեջ էր, եւ Աստծո որդի էր, որտեղ նա հոգին Աստված էր։ Աստծուց էր։ Եվ լինում է այդ փորձությունները։ Բոլոր մարդկանց, ուրիշ ժամանակ չէր ասում, շատ փորձություն կար։ Բայց հիմա ասում, աշխարհի վրա մեկը չի լինի, որ իր առաջ փորձանք չգա, փորձություն չգա։ Աղոթք արեք, որ փորձան մեջ չընկնեք։ Անկամ խոստովանությունով, եթե նախկինում սխալ եք արել, մեղք եք արել, խոստովանեք Աստծուն։ Ում հանդեպ մեղք ես արել, ասում է, դրան էլ խոստովանի քո մեղքը։ Այնպես չի, որ գնամ քնջում, քեզ քո փողը գողանամ, օրինակ կամ քեզ ցածրեմ, գնամ քնջում եմ, ասում, Տերների ինձի Հովսեփի փողը գողացա։ Դες չի, դու պետք է Հովսեփին խոստովանես, իր փողն էլ հետ տաս։ Չունես, այդ ոնց է բանկում գրվում ես, կամաց մուծվես, գնա Հովսեփի փողը կամաց դուր։ Հա։ Քան թե վրեդ մեղք մնա։ Հովսեփն մեզ չի մորթի։ Ասի, չէ, բոլորը հիմա դուր։ Սպասի։ Աղոթք անեք վերջացնենք։